Տեղյակ եք, որ նոր թաղամաս են կառուցելու, տարածքը գերակա շահ է ճանաչվել ու բնակարանները պետությունը գնելու է բնակիչներից։ Լսել եմ, բայց չեմ հավատում, աղջիկ ջան։ Չեմ հավատում, որտեվ 100 տարի մի 100 անգամ էլ եկել են, այդպիսի խոսակցություններ գնացել է, բայց նույնը մնացել է Նորագյուղի մասին։ Ճիշտ է, տները սա տակից ջուր է հոսում, խոնավանում է, մարդիկ վերանորոգում են, բան են սարքում են, բայց չեմ հավատում։ Տեղյակ եմ, բայց թե որքանով է, ոնց է մեր պայմանները, թե ոնց կտան, ինչ կանեն, այդ չգիտեմ։ Որոշ մասը, որ ասենք սենց հատուկ են տներ շատ սարքել են, մեծ գումար են ներդրել, նրանք համաձայն չեն։ Բայց ում տները, որ անսարք է, նրանք համաձայն կլինեն, բնական է։ Եթե նորմալ գումար տան, իրոք լավ կլինի։ 50 տարի է տեղ եմ ապրում, աղջիկ ջան։ Այն բլուրն ենք ապրում։ Այս վերջերով հələ այսօր քիչ է։ Այտենց գնում ենք մինչև այնտեղ։ Այս դժվարությունից կպրծնենք։ Համաձայն եք, որ ձեր տունը հանձն է։ Իմ տունը չէ, շատ լավ տուն է, լավ էլ վերանորոգված է, ես էլ եմ վերանորոգել վաղուց, արդեն 60 տարի է այստեղ ենք ապրում, բայց դե չեմ հավատում էլի, ճիշտն ասած, որտեվ ոչ մի բան իրականություն չի դառնում, մենակ դատարկ թղթի վրա է մնում։ Պատկերացրեք, որ չէ, մեր տունը ճիշտ է բարձր է, բայց լավ տեղ է։ Տարածքը մեծ է, էլի մեր տարածքը։ Երբեմն ոնց որ մարդ չուզենա, որ այդքան երկար տարի ապրելա, տեղից դուրս գա։